այսօր բոլոր արցախցիները չեն համախմբվել։ Որովհետև ես ըստ համացանցի արձագանքների եմ խոսում, շատերին թվում է, որ դա մեկը անհնար է, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն այդ գումարները տվել է թալանչիներին, դեն են իրանք սաղ իրար հետ, ԱԱԾ-ն իրանցը, ոստիկանությունը իրանցը, դատախազությունը իրանցը։ Բայց փառք Աստծո կան մարդիկ, ովքեր որ հավատ ունեն, ովքեր որ նպատակասլված են, որ հենց այդ գումարը թե հիմա դժվար է, թե ծանր է, թե ինչա, բայց պետք է հետ բերվի, որովհետև ուրիշ տարբերակ մենք առհասարակ չունենք։ Կարծում եք, որ այդ գումարները հետ բերեն 50,000 սոցիալական արցախցիների սոցիալական խնդիրը կլուծվի։ $5 միլիարդ դա այդ մեր իմացած $5 միլիարդ է միայն Նիկոլ Փաշինյանի օրոք փոխանցված հանցագործ կլանին։ Այդ 20 թիվ, 19 թիվ դեկտեմբեր, 23 թիվ ապրիլ։ Բայց այդ հիմնադրամը 2008 թվից է աշխատում եւ ինքը միշտ եղել է որոշ տենց արտոնյալների համար փողի լվացման եւ փողերը յուրացնելու կառույց։ Եւ Արցախը մենք շատ երկար ենք պայքարել այդ թալանի դեմ, բայց հենց խնդիրը նրանում նա երբ որ մենք պայքարում էինք թալանչիների դեմ, ՀՀ կառավարությունը թալանչիների միլիարդներով էր սնում ու մեր պայքարը մի այլ տիպի ծանրացրել է ինքը, դրա համար մենք չենք կարողացել Արցախում հասնենք մեր նպատակին, բայց որոշ ինֆորմացիա մեր պայքարն էլ չէր կորած, որոշ տեղեկատվություն ունենք, թեկուզ թղթերը վառել են, բայց այդ տեղեկատվությունները կան, փոխանցված են եւ մենք պետք է դրա հետևից գնանք։ Նախագահը երբ որ խոսեց, պարզաբանում ներկայացրեց ձեր պահանջներին։ Պարզաբանման խնդիր չկա։ Մեր հարցը երկու հիմնականում տարբեր մարդիկ հիմա առիթ հարցեր են տալի, դա մի կողմն է, բայց կա հավաքի կողմից ներկայացված հարցադրում։ Ասում ենք մենք հարցնում ենք, ինչ ես առաջարկում, ինչ կարաս անես, ասես իմ ձեռս բան չկա, ես ոչ մի բան չեմ կարող անեմ, ասում եմ, եթե դուք չգիտեք, մենք ենք առաջարկում, ինչ անենք։ Լսել եք, դատախազություն այց, թող մտնի դատախազություն, դուրս գա մի հատ տեսնենք դատախազը ինչ պատասխան է մեզ տալիս։ Ըստ այդմ կորոշենք, թե թալանված գումարները ումից ենք վերցնում։ Պարոն Օսիպյան, բայց այ Արցախի իշխանությունները հիմա այսպես ասած Բաքվի բանտում են, չէ՞ գտնվում, եւ Սամվել Շահրամանյանը վերջի մի քանի օրում է նախագահել։ Ինչ եք նրանից պահանջում։ Այսօրվա դուրսությամբ այդ պաշտոնը ինքն է զբաղեցնում։ Հիմա նայեք ինչ վիճակ է։ Արցախցիներին Դուք Արցախում եք, չէ՞, պայքարել նախկին իշխանությունների դեմ, ովքեր հիմա գերի են գտնվում։ Հա։ Եվ արդյունքի չեք հասել։ Ոնց հասնենք, բա Նիկոլ Փաշինյանը իրանց մեջ կանգնած, բա խի Նիկոլ Փաշինյանը Արցախում ում հետ էր աշխատում։ Գործող այն ժամանակ մինչև 20 թիվը գործող ղեկավարության հետ պայմանավորվում են Արայիկ Հարությունյանին Արցախի թալանի գլխավոր մենեջերին բերեմ դնում նախագահ։ Ամբողջ ընտրաշավներ Արայիկը գումարներ էր, որ բաժանում էր։ Ակնհայտ այնքան շատ էր ստեղ նույնիսկ դա հասնելու չէ, ժողովուրդը գիտեն, որ Արայիկը փողով դարել է նախագահ, որտեղ Նիկոլ Փաշինյանը աշկերը փակել է այդ փող բաժանելու վրա եւ դա եղել է հենց Արցախի այն ժամանակվա հենց նախկինների հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը իշխանությունից եք խոսում, պարոն Օսիպյան, ով որ հանձնել է Արցախը։ Այդ իշխանությունից ինչ սպասում ունեք, եթե նա զոհերի, վիրավորների, բենզինի պայթյուն, Արցախի կորցնում, նա ասում է արցախցիները չեն կռվել, Ալեն Սիմոնյանը ասում է մնայիք կռվեիք։ Ինչու այդ դեպքում ձեր պահանջները ազգային ժողովում չեք ներկայացնում, այլ եկել այստեղ եք ներկայացնում։ Հերթով գնալու ենք, որտեղ հարցեր առաջանում մարդկանց, մեր հայրենակիցներին, մեր քույր եղբայրներին, ում կարծիքը մեր համար չափազանց կարևոր է, իրանց աջակցությունն է չափազանց կարևոր։ Օրինակ շատ արցախցիներ ինչի չէին գալիս տեղից մի բան պահանջում, որովհետև գիտեն, որ ստե իմաստ չկա, բայց հասկանալի չի դա մեր քույր եղբայրներին, ովքեր որ տեղյակ չեն։ Հիմա սա նաև դրա համար է, առաջինը որ սաղից համար պարզինը, որովհետև այս նպատակին մենք կհասնենք միայն մի պայմանում, երբ որ Հայաստանի Հանրապետության մեր քույր եղբայրները աջակցեն։ Շատ կարևոր է իրենց աջակցությունը եւ սա հենց նրա համար է նաեւ, որ պարզ լինի բոլորիս թե ուր են գնում, ինչի են գնում, ինչի են եկել ստեղ, բոլորիս տեսանելի որ իր ձեռը բան չկա, միակ բանը որ կարար աներ, այս պահին համաձայնվել է։ Ճիշտ ասած, մի քիչ էլ իմ համար կանխատեսելի։ Բայց դե ավելի լավ։
Համաձայնվել է, ուրեմն որոշ խնդիրներ ավելի հեշտ ենք լուծելու։ Գնում ենք դատախազությունը կամ ընդունում է կամ չի ընդունում, ունենք տարբերակներ, ընդունում է կամ ողջամիտ պատասխանատալի կամ անողջամիտ պատասխանատալի։ Երկու դեպքում էլ ունենք տարբերակներ։ Պարոն Օսիպյան, սա չեք համարում, որ արցախցիներին բաժանում եք երկու մասի, այ Ազատության հրապարակում շտաբ վրան են տեղադրել արցախցիները եւ 3 անգամ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ դուք այստեղ առանձին խմբով եկել եք եւ ներկայացություն ձեր ուրիշ պահանջներ եք ներկայացնում։ Ոչ մի ուրիշ պահանջ չկա։ Այդ նույն պարակտման խնդիր ընդհանրապես չկա, այդ նույն վրանից նաև ակցիա եղել դատախազության արչև եւ եղել է թե նույն պահանջներով։ Հիմա այդ նույն նպատակին, այդ նույն գործի մենք ուղղակի ավելի, ասենք ասենք, ավելի շատ ռեսուրսներ ու ավելի նպատակային ենք սարքում հենց դա, ինչու, որովհետեւ որպեսզի առաջի բանը, որ Արցախցին ստե իրավունք ունի պահանջի, միգուցե նաև պարտավորա պահանջի, դա իրենից թալանացի վերադարձն է։ Երբ որ մենք խոսում ենք արցախցիների սոցիալ խնդիրներից, ինչ անում իշխանությունը։ Այդ բանը պետքա բեռը գցենք ստեղի հարկատուի վրա, ժողովուրդ ուզում են ձեզնից փողերը վերցնեն, ձեր հարկերը շատացնեն, sense մի հատ ժխոր են դնում ու սա աղավաղում։ Բայց մեր խնդիրը նրանում է, մենք sense բարձ ենք ասում, մենք ոչ մի Հայաստանի Հանրապետության ոչ մի հարկատուի բեռը չենք ավելացնում։ Մենք մեզնից թալանացն ենք ուզում, վերադարձնեն, դա մեզ հերիք է։ Եվ ինչու՞ չէ նաև, եթե մեր Հայաստանի Հանրապետության քուրեղբարներն էլ միանան, մենք կխոսենք ոչ միայն Ղարաբաղից թալանացին, այլ կխոսենք ընդհանուր ստեղի թալանից, որ այդ հարցը պետքա լուծվի, վերջը 7 տարի է անցել, չէ՞։ 7 տարվա իշխանությունը միջև հիմա մատնացույց է անում կոռուպցիայի վրա։ Դա այդ որն է։ Կոռուպցիան կա պետքա ու նամանավանդ եկել էս իշխանության հենց այդ խոստումով, չէ՞։ Որ կոպեկ հար կոպեկ, հատիկ հար հատիկ։ Դե հիմա ինքը եկել ասել կոպեկ հար կոպեկ, հատիկ հատիկ։ Միգուցե կոպեկ վերադարձնում է, բայց հարյուրավոր միլիոնավոր դոլարներ հետ տալիս է։ Եթե մենք ուղղակի դատախազության ըստ հայտարարությունների մոտ մի 40 միլիոն դոլարի գույք է հետ բերված բյուջե։ Այն դեպքում որ 467 միլիոն դոլարն էլ նվիրած է։ Ոստեղ հենց այդ տպավորությունն է, որ սա իշխանությունը ուղղակի աշկակապության համար էլի ջոկի անում այդ կոռուպցիաներներից ինչ որ մեկից մի բան փոկում, այնքան որ ցույց տա ժողովուրդ պայքարում են կոռուպցիայի դեմ։ Փաստը այն է, որ հենց ինքը միլիարդներ է հատկացրել թալանչիներին։ Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Սամվել Շահրամանյանի նախագահության վերջանալուց հետո Սամվել Բաբայանը ուզում է իր թեկնածությունը դնել որպես Արցախի նախագահ։ Ինչպես եք վերաբերվում այս հարցին։ Ես այդ հարցին վերաբերում եմ որպես կեղծ հարց։ Իմ կարծիքով չկա նման բան ընդհանրապես։ Ինչքան որ ես գիտեմ, նամանավանդ էս հավաքի հետ կապված, ընդհանրապես իրան ոչ մի կապ չունի։ Ասում եմ, սա մի խումբ արցախցիներ, հազարակ արցախցիներ կազմակերպել են այս հավաքը, ինձ էլ հրավիրել, որ այստեղ ներկալնեմ, որպեսզի որոշ պարզաբանումներ տամ։ Ու այդպես էլ տեղի ունի։